Սա Արագյուղի տարածքն է։ Արագյուղի 6-րդ փողոց են գնում։ Անանցանելի ճանապարհներով։ Էսի 6-րդ փողոցն է։ Արագյուղի տարածքն է, չէ՞։ Էսա խմելու ջուրը։ Էսի խմելու ջուրն է հաստատ։ Էսի ինչքան ժամանակ է այս վիճակն է։ Մի շաբաթ է կարգավիճակն է։ Վիոլա ջուր զանգել եք։ Մի շաբաթ Հոնային զուլալել ջուրը։ Ես մի շաբաթ զանգում եմ վիոլա ջուր, մենակ բան անում, գրանցում եմ։ Նույն բանն է ասում։ Ինչ ասում։ Արագյուղում ասում եմ, հա, որ փողոցը նորից նույն պատմությունը, մի շաբաթ նույն հասնա։ Բայց չեն ասում երբ են գալու։ Ոչ մի բան, պատասխան չկա, ասում եմ երբ են գալու, ասում եմ, կասեմ, կզգուշացնեմ, գրանցում եմ անում այնտեղ։ Բայց չեք ասում խմելու ջուրը գնում կորում է։ Հեսան, այդ էս էսա խմելու ջուրն է։ Այդ վիճակ է, հազիվ ենք դուրս գալու այդում ստեղից։ Если մի քանի օր էսես գնաց, կարող ավտոստեգի վաշե դուրս չգա ստեղից ինքը որ ցեխել է։ Բա գյուղապետարան չեք ասե։ Գյուղապետարանում չեմ ասե, ես զանգել եմ վիոլա ջուր, մի շաբաթ ամենը գրանցում անում։ Բայց ամեն դեպ, բայց կարող վիոլան ասի իմը չի էդի։ Չէ, իր ջուրն է, ոնց ինքը եթե աշխատող է, ոնց կարող իր ջուրը չէ։ Իրան եք վճարում կատարում վիոլա ջուրին։ Էսի 6-րդ փողոց։ Մի քանի տներ տենց։ Կոնկրետ ստեղից է դուրս տալու։ Այն այրևում է ջուրը, խմելու ջուրը ափսոսել է։ Լստեն է։ Հունվարի 15-ն է գտնվում ենք Կոտայքի մարզի Արագյուղի 6-րդ փողոցն է, չէ՞։ 6-րդ փողոցում, որտեղ ըստ բնակիչների մեկ շաբաթից ավելի է խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը գնում կորում է, բնակիչները փորձել են իրենց ուժերով դեմն առնել, սակայն պարզվել է, որ իրենք անզորեն չեն կարող, նախ իրավունք չունեն քանդելու, այլ պետք է դրանով զբաղվեն մասնագետները։ Մի քանի անգամ անընդհատ ահազանգել են բնակիչները վիոլա ջուր, որ վիոլա ջուրը զանգում եք ինչ են ասում։ Հերթագրում ա ու վերջ, ոչ մի պատասխան։ Քանի անգամ եք զանգել, քանի օր։ Արդեն ես մի շաբաթ զանգում եմ։ Օրը քանի անգամ եք զանգում։ 2 անգամ զանգել եմ։ Վերջին անգամ երբ եք զանգել։ Այսօր մի քիչ ժամ առաջ եմ զանգել, 40 րոպե առաջ։ Այսօր ամսի 15-ին էլի զանգել եք, ինչ են ասում։ Հա, նույն ձևի հերթագրեց էլի։ Բայց չեք ասում խմելու ջուրը գնում կորում է։ Ասել եմ խմելու ջուրը։ Գետնի տակից դուրս է տալու։ Ու ոչ մի պատասխան։ Տես լսեցիք, մարդիկ այսօր էլ անգամ 40 րոպե առաջ զանգահարել են վիոլա ջուր, նույն պատասխանն են տվել։ Չէ, նույնը ասում է գրանցել ենք։ Չէ։ Հա, գրանցել։ Ու այսպես տեսեք, խմելու ջուրը գնում կորում է։ Չգիտես ինչ ասես այ մարդ։ Երևի այս հարցով էլ դիմենք հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ պարոն Մեսրոպ Մեսրոպյանին, որ այս գյուղացիներին խեղճ մարդիկ իրանց հիմնական գործը թողած առավոտից մի շաբաթա առավոտից իրիկուն վիոլա ջուր են զանգարում պարոն Մեսրոպյան, խնդրում են, որ դուք միջամտեք Կոտայքի մարզպետը վիոլա ջուրը
Խմելու ջուրը։ Էսի սենց գալիս է, ստեղ բան անում։ Նայ, ստեղ արդեն սենց գնում է այնյան, չէ՞ արդեն։ Հա, առույի նման էտում է։ Պարոն մարզպետ, ողջույն, անցած տոները ձեր շնորհավոր։ Հիմա ես գտնվում եմ ձեր մարզի Արա գյուղի 6-րդ փողոցում, որտեղ ըստ բնակիչների մեկ շաբաթից ավելի է հեսա զուլալ արդար մաքուր հենա խմելու ջուրը թապարզ երևում է, խմելու ջուրը գնում կորում է, մարդիկ ասում են զանգում են վիոլա ջուր, այսօր էլ էլի զանգեն հունվարի 15-ին, այսօր մի 40 րոպե առաջ չէ զանգե։ 40 րոպե առաջ եմ Հա ինչ այսօր այս անգամ ինչ են ասել։ նույն ձևի գրանցեցու վերջ որ փողոցն է 6-րդ փողոց ասում են գետնի տակի ջուրը դուսա տալի այնտեղ գրանցեց ինքն ու վերջ ոչ մի բան Վիոլա ջուրը։ կներգա կասեմ կներգայացնեմ Բա չեք ասում որ արդեն մի շաբաթ է ջուրը գնում կորում է։ ասում ես մի շաբաթ է զանգում Պարոն մարզպետ, դա լսում եք ես խմելու ջուրը գնում կորում է, սենց Վիոլա ջուրն էլ մենակ ասում է գրանցում ենք այդ իրանց օպերատորը էլի ոչ բարով խերով։ օպերատորը գրանցում անում ու վերջ